Մեղրաձորի հրշեջ փրկարարական հենակետի կամավորներն են, այսուհետև արտակարգ իրավիճակների դեպքում նրանք առաջինն օգնության կհասնեն համագյուղացիներին ու Մեղրաձորի հարակից 5 համայնքների բնակիչներին։ Մեր այս անտառային տարածքները, խոտածածկ տարածքները շատ է էլի գյուղում։ Հիմնականում էդ է էլի պատճառ դառնում հրդեհների։ 25-ամյա Արթուրը ծնվել ու մեծացել է Մեղրաձորում։ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում է սովորել ու հայրենի գյուղ վերադարձել։ Ասում է հպարտ է, որ հրշեջ փրկարարական կամավոր ջոկատի անդամ է ու կարող է կյանքեր փրկել։ Մեղրաձորից ու մինչև Հանքավան ամենամոտիկ փրկարարական ջոկատը 16-ից 17 կիլոմետր հեռավորության վրա է։ Անհրաժեշտության դեպքում մենք ավելի շուտ կժամանենք։ Ներքին գործերի փոխնախարար Կամո Ցուցուլյանը կարևորում է հրշեջ փրկարարական հենակետերի գործունեությունը, ինչի շնորհիվ կրճատվում է արձագանքման ժամանակը, նվազում են մարդկային կորուստները։ Հրշեջ փրկարարական ջոկատների սակավության պատճառով տարածաշրջանում խնդիրներ են առաջանում եւ բացի այդ, դուք եթե նկատել եք, տարածաշրջանը ինքը անտառային գոտի է եւ անտառային գոտու հետ կապված անհրաժեշտություն առաջացավ Մեղրաձոր համայնքում ստեղծել կամավորական հրշեջ փրկարարական կայան։ Հայաստան Հանրապետության կառավարության որոշմամբ 12 համայնք ստեղծվել է հրշեջ փրկարարական կամավորական ջոկատներ եւ բնականաբար սա շարունակական բնույթ է կրել։ Նախագծի իրականացման աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Կոտայքի մարզպետարանի եւ տնտեսական լրագրողների ակումբ հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով մարդկային անվտանգության դրամաշնորհային աջակցության շրջանակներում։ Մենք նշում ենք կամավորական հրշեջ փրկարարական խմբի նոր կենտրոնի բացումը, մի շինություն, որը կծառայի որպես վահան եւ փարոս այս տարածաշրջանի մարդկանց համար։ Այստեղ անտառային հրդեհները մշտական վտանգ են հանդիսանում, այդպիսի իրավիճակների դեպքում կենտրոնի արձագանքն ավելի արագ կլինի, որպեսզի մարդկային կյանքերն ու ապրուստն ավելի լավ պաշտպանվեն։ Այս ծրագիրը ֆինանսավորվել է 1 տարի առաջ Ճապոնիայի կառավարության կողմից հարկատուների տրամադրած դրամաշնորհի միջոցով մոտ $77,000 համարժեք դրամ տրամադրվել է տնտեսական լրագրողների ակումբ հասարակական կազմակերպությանը, որպեսզի Մեղրաձորի եւ իր հարակից համայնքների համար նման հրշեջ կայան ձևավորվի, ասեմ, որ այստեղ որտեղ կանգնած ենք եղել է փլատակ շինությունը գրեթե չի եղել է ուղղակի հիմք եւ մի քանի փլուզված պատեր ու մեծ աշխատանք է տարվել 12 ամսվա ընթացքում եւ շատ նաեւ կարեւոր է, որ մեր պետությունը տրամադրել է, այսինքն Հայաստան Հանրապետությունը տրամադրել է հրշեջ մեքենա։ 2021-ից 2022 թվականների տվյալներով ամեն տարի Մեղրաձորում ու շրջակա անտառներում հրդեհի 10-ից 15 դեպք է գրանցվել։ Մինչ այս Ծաղկաձորի անտառներով խիտ բնակավայրը տարածաշրջանը սպասարկվում էր Հրազդանի փրկարար ծառայության կողմից, իհարկե շարունակվելու է սպասարկվել, բայց հենակետը ինքը շատ ավելի օպերատիվ է դարձնելու հրդեհների մարման աշխատանքները եւ տարբեր տեսակի պատահարներին սպասարկումը։ Ծաղկաձոր համայնքը ունի 6 գյուղական բնակավայրեր եւ 1 քաղաքային բնակավայր եւ այս 6 գյուղական բնակավայրերի համար այստեղ հենակետի լինելը արդեն կառուցելը շատ անհրաժեշտություններ, որովհետև միջև որ ահազանգ դեպքերի դեպքում ստանում էինք արդեն, միջև մեր բնակավայրեր խումբը հասնում էր, արդեն խնդիր էր առաջանում։ 12 կամավորներից բաղկացած հրշեջ փրկարարների ջոկատն անցել է մեկշաբաթյա ուսուցողական պարապմունքներ եւ ստացել համապատասխան հանդերձանք։ Ռազմիկ Կարապետյան։ Մենք որպես մարդասիրական առաքելությամբ առաջնորդվող կազմակերպություն խիստ կարևորում ենք հրշեջ փրկարարական կամավորական խմբերի աշխատանքը։ Մեր համոզմամբ այս նախաձեռնությունը ոչ միայն նպաստում է համայնքների դիմադրողականության բարձրացմանը, այլև հնարավորություն է տալիս յուրաքանչյուր քաղաքացուն իր մասնակցություն ունենալու տեղական անվտանգության եւ բարեկեցության
ապահովման։ Կամավորական հրշեջ փրկարարական ջոկատի ձևավորումը Մեղրաձորում նոր էջ է համայնքի անվտանգության ապահովման գործում։ Շնորհակալություն իրականացված ծառայության համար։ Ազատ եք։